Եթերում ABC Newsroom-ն է, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Զորահանդեսից առաջ զինանշանի գաղտնի փոփոխություն, ով է վերաձևում բանակի սիմվոլները եւ ինչու է նոր տարբերակն առանց հանրային քննարկման հայտնվել Հանրապետության հրապարակում։ Անսպասելի այց, անհայտ օրակարգ, ԱՄՆ պետքարտուղարի շտաբ այցը Երևան, ինչ են փորձում արագացնել եւ ինչ են քննարկելու փակ դռների հետևում։ Եվրոպայի ճանապարհ, թե թուրքական տնտեսական ծուղակ, ինչ է թաքնված նոր երթուղու հետևում եւ ինչու է Փաշինյանը շնորհակալություն հայտնում Թուրքիային։ Երբևէ ամենակոշտ ուղերձը Բաքվի բանտից, Ռուբեն Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Դատական հեղաշրջում եւ ընդդիմության գլխատում, Էրդողանը մաքրում է 2028-ի քաղաքական դաշտը։ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցային փակուղի, հուշագիրը հայտնվել է տապալման եզրին, ստվերային պատերազմը շարունակվում է։ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված են զորահանդեսին նվիրված պաստառներ եւ զինանշան։ Զինվորների նոր համազգեստների վրա է հայտնվել նոր խորհրդանիշը, որը էականորեն տարբերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանից։ Փոփոխված են առանցքային տարրերը, ավելացվել է Հայաստանի նոր քարտեզը, փոխվել է կենտրոնական նշանը, իսկ նախկին հավասարաթև խաչն այլևս չկա։ Բայց խնդիրը միայն խորհրդանիշի տեսքը չէ։ Մինչ այս պահը չի հրապարակվել որևէ իրավական ակտ, չի ներկայացվել պաշտոնական հիմնավորում եւ չի եղել հանրային կամ մասնագիտական քննարկում, թե ինչու է փոխվում բանակի հիմնական խորհրդանիշներից մեկը։ Սա գաղտնի կերպով արդեն պաշտոնապես ընդունված նոր զինանշանն է, թե պարզապես զորահանդեսի համար կիրառվող տարբերակ, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը հաստատվել է 2001 թվականին, զինանշանի հիմքում դրվել են հայկական պետականության եւ բանակի հիմնական խորհրդանիշները՝ արծիվը, եռագույնը, վահանը, խաչը եւ սուրը։ Կենտրոնում պատկերված կլոր վահանի վրա գտնվող հավասարաթև խաչը ներկայացվել է որպես Հայաստանի քրիստոնեական ժառանգության եւ հավատի խորհրդանիշ։ Արծիվը խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն եւ կամքի, իսկ սուրը հայրենիքի պաշտպանության պատրաստակամությունը։ Այսօր սակայն հանրությանն անհայտ պայմաններում շրջանառության մեջ է հայտնվել մի նոր զինանշան, որի վերաբերյալ չկա հրապարակված իրավական ակտ, չկա հանրային քննարկում եւ չի ներկայացվել նաեւ թե ինչ են խորհրդանշում ավելացված նոր տարրերը կամ ինչու է հանվել նախկին զինանշանի կենտրոնական խաչը։ Այնքան է գնացել եւ կուտակվել բոլոր խնդիրները, այդ թվում զինված ուժերի հետ կապված, որ մարդկանց համար պարզապես մեկ բառով, տապալում բառով է իշխանությունը սկսել որակվել։ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված են զորահանդեսին նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված է զինված ուժերի զինանշանից էականորեն տարբերվող նոր տարբերակ։ Նոր տարբերակում փոխված են հիմնական տարրերը, ավելացված է Հայաստանի փոքրացած քարտեզը։ Փոխվել է կենտրոնական խորհրդանիշը, իսկ նախկին խաչի փոխարեն օգտագործվում է այլ նշան։ Նայում եմ մի քանի կադրեր, որոնք անոնսներ են զորահանդեսի, նայում եմ դեմքերը, դրանց պահվածքը, այդ պաշտոնյաների, որոնք այդտեղ ներկայացված են, կարծես 44-օրյա պատերազմին իրենք են հաղթանակ տարել, կարծես թե 3 տարի իրենք են Ադրբեջանի տարբեր տարածքներ օկուպացրել։ Հարցն այստեղ միայն գեղագիտական չէ, խնդիրն այն է, որ հանրությանը չի ներկայացվել որևէ նախագիծ, չի կազմակերպվել մասնագիտական կամ հանրային քննարկում, չի հրապարակվել որևէ իրավական ակտ, որով կսահմանվեր զինանշանի փոփոխությունը։ Այս 8 տարիների ընթացքում իշխանությունը մի քանի բանով առանձնացել է, բայց առաջին հերթին առանձնացել է օրենքի վրա թքած ունենալու այդ իր քաղաքականությամբ, ըստ իրավիճակի, ըստ անձնական ճաշակի, ըստ քաղաքական ամբիցիաների փոխվում են բաներ, որոնց փոփոխությունը առնվազն բավականին մեծ քննարկումների պահանջ է ենթադրում։ Զրուցակիցներս կարծում են զինանշանի փոփոխության մասին, այսպես ասած, անակնկալ կերպով հենց զորահանդեսին են հայտնելու ու ամենավատն այն է, որ մեր հանրության համար սովորական են դարձել նման ապօրինությունները։ Պաշտպանության նախարարությունն այս աղմուկի մեջ լուռ է, պարզաբանում նախարարությունը չի տարածել։ Մենք զրուցեցինք նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որը հորդորեց գրավոր դիմել իրենց։ Իդեպ նոր զինանշանը հայտնվել է նաև նոր համազգեստների վրա, որոնք տրամադրվել են զորահանդեսին մասնակցող զինվորներին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
ՊՆ-ից հետո հիմա էլ արտգործնախարարությունն է լռում փաստաթղթերի վերաբերյալ։ Բարձրաստիճան այցից ընդամենը 1 օր առաջ հայտարարվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը ժամանելու է Երևան եւ երկկողմ փաստաթղթեր են ստորագրելու։ Դիվանագիտական շրջանակներում սա դիտարկում են որպես արագացված եւ ոչ ամբողջությամբ հրապարակային գործընթացների հերթական փուլ։ Փորձագետների մի մասը կարծում է, որ Երևանում այժմ փորձում են հնարավորինս արագ ամրագրել մի շարք պայմանավորվածություններ, մինչեւ տարածաշրջանային նոր զարգացումները կփոխեն ուժերի հարաբերակցությունը։ Ռուբիոյի անակնկալ այցը շատերի համար ընկալվում է ոչ թե պարզապես դիվանագիտական կանգառ, այլ ազդակ, որ Վաշինգտոնը փորձում է արագացնել իր ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Նաև ուղերձ է Մոսկվային։ Ինչ է բերում Ռուբիոն Երևան, աջակցություն, թե պարտավորություններ, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Մայիսի 26-ին պատմության մեջ երրորդ անգամ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան։ Սակայն այցից ընդամենը 1 օր առաջ է Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում այս մասին, նշելով նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրման մասին։ Վերջին պահին հարմարեցրած այց է, որը նախապես չէր ծրագրավորվել։ Իհարկե թեմաներ, նյութեր կան քննարկման, բայց նախատեսված չէին, պարզապես կարելի ենթադրել, որ մի քանի թեմա իրար են միացրել, բայց գլխավորը այստեղ իհարկե ընտրությունների նախօրյակին կառավարությանը Միացյալ Նահանգների աջակցությունը ցուցաբերելն է, այդ ամեն ինչը ցույց տալն է։ Վահրամ Կաժոյանը նշում է, այցը նաև աշխարհագրական համընկնում ունի։ Ռուբիոն գտնվել է Հնդկաստանում եւ վերադարձի ճանապարհին նպատակահարմար է եղել այցելել Հայաստան։ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանի գնահատմամբ նույնպես այցը նախապես ծրագրված չէր։ Նա սա կապում է վերջին շրջանի արագացված գործընթացների հետ, հիշեցնելով նաև թրիփի շուրջ փաստաթղթերի ստորագրումն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի անակնկալ այցը Վաշինգտոն։ Ես չեմ զարմանում, որ իրենք դրա մասին շատ կարճ ժամանակում են տեղեկացնում։ Ենթադրում եմ, որ բացի նրանից, որ պետքարտուղարը երևի հույս ունի գործող իշխանությունների նստած անձնավորությանը ինչ-որ մի կերպ աջակցություն ցուցաբերել այս բարձր մակարդակի այցը անելով, ինչը մենք տեսանք նաև եվրոպական առաջնորդների այցով այդ եվրոպական համագործակցողի շրջանակներում, որը կարծում եմ որևէ էական արդյունք չի տալու։ Վահրամ Կաժոյանը ենթադրում է, որ օրակարգում կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործակցության փաստաթուղթը եւ ԱՄՆ կառավարության խոստացած $145 միլիոն աջակցությունը ուղղված առևտրին, սահմանային բարեփոխումներին, էներգետիկ արդիականացմանը, թրիփի զարգացումներին եւ տարածաշրջանային գործընթացներին։ Կաժոյանի խոսքով անկախ ամեն ինչից այցի հիմնական առանցքը մեկն է։ Չի կետը, բայց թերևս կարևորագույնը ընտրություններից տարածիորեն 2 շաբաթից ավելի պակաս ժամանակ առաջ ցույց տալ ԱՄՆ վարչակազմի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Դյունիկ Աղաջանյանը սակայն իշխանության գործողությունների մեջ տեսնում է նաև ավելի խորքային շերտեր։ Որպեսզի նաև ընդդիմությունը տեղեկատված չլինի եւ ժամանակի ընթացքում նաև ցույցերի իրենց բողոքի ակցիաների միջոցով հանրային իրական տրամադրությունները արտահայտելու հնարավորություն չունենան։ Ինչ վերաբերում է փաստաթղթի բնույթին, Աղաջանյանը ենթադրում է, որ այն լինելու է հուշագրի տեսքով զիջումների տրամաբանությամբ։ Գործընթացի արագացումը ըստ նրանց կապ ունի նաև տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որտեղ Իրանի շուրջ լարվածությունը եւ լոգիստիկ նոր սխեմաների ձևավորումը կարևոր գործոն են, իսկ թրիփը դիտարկվում է որպես առանցքային բաղադրիչ։ Իրավիճակից դատելով ենթադրում եմ, որ իրենք ինչ-որ հերթական իրավական փաստաթղթային ձևակերպումներ են տալու այն հանձնառությունները, որը իշխանությունները ունեն եւ վաղուց ունեն այդ առումով այս թուրք-ադրբեջանական թուրանական ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։ Վերջերս արդեն եղել են մաքսային եւ սահմանային ծառայությունների փոխայցեր, որոնց հիման վրա ձևավորվում են նոր պայմանավորվածություններ։ Մի մասը հրապարակային, մի մասը գաղտնի։ Ռուբիոն
Ռուբիոն կդառնա երրորդ ԱՄՆ պետքարտուղարը, ով այցելել է Հայաստան, Ջեյմս Բեյքերից եւ Հիլարի Քլինթոնի երկու այցերից հետո, այդ առումով իհարկե նշանակալից է, բայց եթե իմանանք, որ այն իսկապես կարող է օգտակար լինել Հայաստանի հետագա զարգացմանը, ինչ որտեղ նպաստել թեկուզ ասենք մեր գերիների հետ կանչի հետ բերելու հարցերին, որը կարևորագույնը կլիներ, քննարկման առարկա դառնային այսին գրավված տարածքներում հայկական հուշարձանների պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներ, ապա կարելի է ասել, որ իսկապես այցը իր նպատակին ծառայեց։ Մարկո Ռուբիոն ԱՄՆ 72-րդ պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է 2025-ին։ Լինելով հանրապետական սենատոր, նա հայտնի է կոշտ արտաքին քաղաքական դիրքորոշումներով, հատկապես Չինաստանի, Իրանի եւ Կուբայի հարցերում։ Նրա կարիերայի ընթացքում եղել են նաեւ մի շարք սկանդալային պատմություններ։ Ամենահայտնիներից են Ֆլորիդայի հանրապետական կուսակցության քարտով անձնական ծախսերի վերաբերյալ քննադատությունները, լոբիստական կապերի եւ գաղտնի ֆինանսավորման, նաեւ նավթագազային ընկերություններից մեծ աջակցություն ստանալու թեմաները։ 2016-ի քարոզարշավում նա եւ Թրամփը հրապարակային սուր վիրավորանքների էին անցնում, սակայն հետագայում Ռուբիոն դարձավ Թրամփի կարևոր դաշնակիցներից մեկը, ինչը հաճախ քննադատվում է որպես քաղաքական կտրուկ շրջադարձ։ Անահիտ Սարգսյան, Տարան Ուղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուբիոյի այցի ֆոնին հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Մոսկվայից հնչող հայտարարություններն այս անգամ արդեն ոչ միայն քաղաքական, այլև անձնական բնույթի կոշտ շեշտադրումներ ունեն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերականգնման համար Երևանին անհրաժեշտ է կառուցողական ղեկավարություն։ Փաստացի կասկածի տակ դնելով գործող իշխանության հետ հետագա գործակցության հեռանկարները։ Մեդվեդևի հայտարարությունը ուշագրավ է հատկապես ժամանակային առումով։ Այն հնչում է հենց այն պահին, երբ Երևանը փորձում է արագացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ եւ ընդունում է ԱՄՆ պետքարտուղարին։ Ռուս պաշտոնյան ոչ միայն մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու համար, այլ նաեւ հայտարարել, որ այդ քաղաքականությունը հարվածելու է Հայաստանի տնտեսությանն ու հայ ժողովրդին։ Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ փոխշահավետ գործակցությունը եւ իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ։ Փաշինյանի վտանգավոր ուղու հետևանքով Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան եւ ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչպես երևում է, նա մեզ համարում է հիմարներ։ Միևնույն ժամանակ նա մեծ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում եւ հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար։ Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մտերիմ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ես ընդգծում եմ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, ոչ թե որևէ հայ ղեկավար։ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի եւ հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերությունների թեման։ Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա ասաց. «Դուք երբեք չեք ընդունի ինձ, ես ձեզ համար օտար եմ»։ Մեդվեդևի հայտարարությանը արձագանքել է Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ ռուս պաշտոնյայի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ խոսել է տարածաշրջանային նոր հաղորդուղիների եւ տնտեսական հնարավորությունների մասին, շեշտ է դնելով Ախալքալակ Կարս երկաթուղու վրա։ Մենք վրացական երկաթուղիների հետ կապ ունենք, ճիշտ է։ Նախկինում ինչ վիճակ կար, երբ որ որևէ ապրանք Թուրքիայից փորձում էին ներմուծել, իսկ դա մեծ ծավալների եւ տարբեր տեսակի ապրանքների մասին է, որը միշտ եղել է, եւ ահա երբ փորձում էին հայ գործարարները ներմուծել, իրանք ստիպված էին ռեէքսպորտ անել, հա, արտահանել փաստաթղթով գոնե Թուրքիայից Վրաստան եւ հետո Վրաստանից նոր ներմուծել Հայաստան։ Հիմա կհիշեք, որոշ ժամ մի քանի օր առաջ այդ արգելքը վերացվեց թուրքական կողմից եւ մաքսային առումով ուղիղ կարող են ապրանքներ ներմուծել։ Հիմա այդ ուղիղ ներմուծման լոգիստիկ գետնի վրա տարբերակներից մեկն է եւ կարող են բեռնատարներով եւ արդեն փաստորեն ըստ էության երեկվանից կարող ենք նաեւ գնացքով Թուրքիայից բերել Ախալքալակ եւ այնուհետեւ եւ հակառակ ուղղությամբ Հայաստանից տանել։ Այսինքն տրանսպորտային միջոցով է Ախալքալակից Հայաստան բեռնել։ Վստահ եմ կարող են մեր գործարարները դա անել եւ գնացքով եւ նաեւ օրինակ բեռնատարներով հասցնել Ախալքալակ այնտեղից գնացքով կամ հակառակ ուղղությամբ բերել Ախալքալակ այնտեղից բեռնատարներով Հայաստան։ Տարբեր տարբերակներ կան։ Հիմա մեծ հաշվով ինչ է, մենք
բացում ենք, ապա շրջափակում ենք, ստեղծում ենք նոր հնարավորություններ ենթակառուցվածքային առումով։ Մինչ իշխանությունը սա ներկայացնում է որպես հնարավորություն կամ մեծ իրադարձություն, տնտեսագետները ահազանգում են վտանգների մասին։ Ասում են, Հայաստանը պարզապես դարձավ տարանցիկ հանգույց թուրք-ադրբեջանական նախագծում։ Պետք է արձանագրենք, որ իշխանությունները հռչակել էին խաղաղության խաչմերուկ նախագիծ, ըստ որի պետք է Հայաստանը դառնա խաչմերուկ Կովկասում եւ բեռների փոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի միջոցով եւ Հայաստանը այս ամենից պետք է օգտվի։ Հրապարակված քարտեզով կամ հրապարակված նախագծով ստացվում է այդ խաչմերուկը շարունակելու է մնալ Վրաստանը եւ Հայաստանը դառնալու է ուղղակի այդ հոսքերից վտակներից մեկը ընդամենը, որի պարագայում տարանցիկության պայմանավորված Հայաստանը որևէ օգուտ չի ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիա-Հայաստան կամ Հայաստան-Թուրքիա այլ ուղղություններով բեռների փոխադրման իրականացումը, ապա պետք է նկատի ունենանք, որ այս պահին այդ բեռների փոխադրման հետ կապված բավական լուրջ հարցեր կան։ Նախ նշենք, որ Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը միակողմանի է հիմնականում։ Մոտ 250 միլիոն դոլարի ապրանք ենք ներկրում Թուրքիայից, մոտ 1-1.5 միլիոն դոլարի արտահանում ենք Թուրքիա։ Սա խոսում է այն բանի մասին, որ երկաթգծի բացվելու պարագայում կարող է ավելանալ Թուրքիայից ներկրումը եւ ոչ Հայաստանից արտահանումը այն մեծ ծավալներով, ինչը մեր համար ցանկալի կլներ։ Այսինքն մենք պետք է գնահատենք այս երկաթգծի տրանսպորտային հնարավորությունները, այո, Հայաստանի համար դա որոշակի այլընտրանք է ստեղծում, սակայն դա տնտեսական տրամաբանություն հիմնավորում այս պահին չունի։ Այդ հիմնավորումները պետք է ցույց տան կոնկրետ օրինակներով, կոնկրետ փաստարկներով։ Հայաստանը փաստացի միանում է մի երկաթուղային նախագծի, որը տարիներ շարունակ ներկայացվում էր որպես տարածաշրջանային հաղորդակցություն, ստեղծված հենց Հայաստանը շրջանցելու համար։ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու ախալքալաք կարճ հատվածի գործարկման մասին առաջին բարձր մակարդակով հայտարարությունը հնչեց ոչ թե Բաքվից, Անկարայից կամ Թբիլիսիից, այլ Նիկոլ Փաշինյանից։ Այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ հայկական ապրանքների մի մասի մուտքը ռուսական շուկա փաստացի խնդիրների առաջ է կանգնած։ Իսկ իշխանությունը փորձում է խոսել դեպի Եվրոպա արտահանման նոր հնարավորությունների մասին։ Ռիսկերը ըստ մասնագետների կարող են ավելի արագ իրականություն դառնալ հենց ներմուծումների ուղղությամբ։ Եթե Հայաստանի համար Եվրոպա դուրս գալը դեռ տնտեսական հնարավորություն է, ապա Թուրքիայի համար հայկական շուկա մտնելը շատ ավելի գործնական ու արագ իրագործվող սցենար։ Տնտեսագետները հիշեցնում են, թուրքական ներմուծումները տասնյակ անգամներով գերազանցում են հայկական արտահանումը եւ առանց հստակ տնտեսական հաշվարկների բացվող այս երթուղին կարող է ոչ թե տնտեսական բեկում, այլ նոր կախվածությունների եւ շուկայի կորստի պատճառ դառնալ։ Բացվել է Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու ախալքալաք կարճ հատվածը, որը Ադրբեջանը, ինչպես ասում են, վերջապես կապել է Թուրքիային եւ Եվրոպային։ Ի սկզբանե Հայաստանը շրջանցելու համար ստեղծված երկաթգծային ուղու հեղինակն ու ֆինանսավորողը Ադրբեջանն է, բայց առաջինը դրա բացման մասին հետաքրքրական կերպով չի հնչում ոչ Բաքվից, ոչ Անկարայից, ոչ էլ Թբիլիսիից, այլ Նիկոլ Փաշինյանից։ Ուզում եմ հայտարարել, որ ախալքալաք կարճ երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Փաշինյանը դեպի Եվրոպա արտահանումների աննախադեպ հնարավորությունից եւ Թուրքիայի հետ ուղիղ տնտեսական կապերի ստեղծումից է խոսում։ Սա անում է Ռուսաստանում հայկական միրգ բանջարեղենի, խմիչքների եւ այլ տնտեսական ապրանքների մուտքի եւ վաճառքի կասեցման ֆոնին։ Անդրողները հատկապես ովքեր որ գյուղերում են ապրում, գյուղատնտեսությամբ են զբաղվում կամ գյուղմթերքների առևտրով են զբաղվում, նույն ծաղիկներին վերաբերում հասկանում են, թե դա ինչ հարված կարող է լինել տնտեսության վրա եւ կոնկրետ այդ մարդկանց համար։ Եվ այդ առումով ինքը այդ նման հայտարարության միջոցով փորձում է ցույց տալ, որ ինչ որ այլ երթուղի է բացվում։ Այս երթուղու բացումն աղետաբեր է լինելու Հայաստանի տնտեսության համար, պնդում է քաղաքագետը։ Հայաստանը Եվրոպային առաջարկելու գրեթե ոչինչ չունի Եվրոպայի սահմանած բարձր ստանդարտների պատճառով։ Հայաստանից Եվրոպա արտահանումների ծավալը ամբողջի ընդամենը 5%-ն է կազմում, հիմնականում հանքանյութ։
Այստեղ լոկ համապատասխանելու հարցը չէ, որովհետև դրանից հետո դեռ պետք է հասկանալ, իսկ Հայաստանը կարող է մրցակցել այդ շուկայի համար այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպես օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Արևելյան Ասիայի մի շարք այլ երկրներ, որոնք թե ստանդարտացման հարցում, թե քանակի հարցում ծավալի եւ էժան աշխատուժի շնորհիվ պարզապես կարող են անգամ չնկատել Հայաստանին։ Իսկ Հայաստանը այս երթուղում շահագրգիռ կողմ չի կարող լինել, ինչպես Փաշինյանն է ներկայացնում։ Այդ Թուրքիան է ուղիղ ելքի հնարավորություն ստանում դեպի հայկական շուկա, որը փաստի առաջ է կանգնեցնելու հայ տնտեսվարողին, հատկապես գյուղմթերքի իրացման շուկայում։ Եվրոպական որևէ երկիր չի կարողանում դիմագրավել թուրքական ապրանքների էքսպանսիան եւ Հայաստանը լինելով ավելի փոքր եւ խոցելի երկիր առավել եւս չի կարող նման հնարավորություն ունենալ։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հայկական ապրանքները, գյուղմթերքները եւ դրանից վերամշակումը դրանից ստացվող արտադրանքը դուրս է մնալու շուկայից։ Մանասերյանը պնդում է, սահմանները փակ պահել պետք չէ, բայց բացելու համար տնտեսական լուրջ հաշվարկներ են պետք։ Թուրքիայից Հայաստան ներմուծումը տնտեսագետի տվյալներով 60-ից 70 անգամ գերազանցում է հակառակ ուղղությամբ արտահանմանը։ Ընդգծում է, նման վիճակագրություն ունեցող երկիրը լրջագույն հաշվարկներ պետք է կատարի։ Տնտեսապես պարտված դուրս չգալու եւ ԵԱՏՄ շուկայի կրճատման դեպքում թուրքական շուկայից կախվածության մեջ չհայտնվելու համար։ Սետա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ռուբեն Վարդանյանը, որն արդեն շուրջ 3 տարի գտնվում է Բաքվի բանտում, իր ծննդյան օրը հրապարակել է ծավալուն եւ անսովոր կոշտ ուղերձ հասցեագրված թե հայ հասարակությանը, թե անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում Վարդանյանը ոչ միայն քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայաստանի ներկա իշխանության հասցեին, այլև Փաշինյանին մեղադրել է սուտասանության, գրագողության եւ բարոյական ճգնաժամի համար։ Նա հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվել, այլ շարունակվում է այլ մեթոդներով եւ զգուշացրել, որ Հայաստանը կարող է վերածվել Թուրքիայի եւ Ադրբեջանի վիլայեթի։ Սիրելի Քաշնազար Նիկոլ, ձեզ 3 անգամ բախտը չի բերել։ Առաջինը ես մանկությունից շատ էի սիրում կարդալ եւ իմ ամենասիրած գրողներից երիտասարդ ժամանակ եղել է Էրիխ Մայերի Մարկը։ Երրորդը, որ ես կանանախոսում գտնվելով մենակ 8 օր շատ գրքեր էի կարդում եւ փորձում եմ հայերենը պահպանել եւ փորձում եմ գտնել հայ գրողների գրքերը գրադարանում։ Ցավոք սրտի մենակ երկու գրողների գիր կար գրադարանում, մենք Պետրոսյանին էր, մեկը ձերն էր, զարմանալի իմ համար, իրե որ դուք տենց հայտնի գրող եք։ Եվ կարդալով ձեր գիրքը ես համոզվեցի, որ ոչ դրումնակ ունեք շատ լուրջ խնդիրներ ձեր բարոյական պայլաձևով, ձեր կրթությունից եւ ձեր ուրիշ խնդիրների առաջ կայնած, որ սուտասան եք եւ հնարող եք եւ շատ բան, բայց դուք գրագող եք։ Եվ ասեմ ձեզ, որ դա ինձ շատ զարմացել, որտեղ գրագողներով դուք գիտեք, որ գողությունը, սեփականությունը նույն գրքերը չի կարելի գողանալ, բայց դուք դարեցիք շատ հանգիստ, ոչ մի հատ մի գրողից, այլ մի քանի գրողից, եւ ձեր թերությունները իհարկե ձեր վրիպումները, ձեր բայրաձևը ինձ շատ տխրացնում է եւ ես ցավոք վախենում եմ, որ ինչ որ դուք անում եք ձեզ մեծ պատիժ է սպասում եւ գիտեք Հնդկաստանում երբ որ մարդը մահանում է, մարդիկ հավատում են, որ իրանք նվիրացնում են ուրիշ մարդկանց կամ կենդանների մեջ եւ ամենամեծ պատիժն է, որ մարդը շատ մեղքերից հետո ծնվում է Անդրեևի ճճուի մեջ եւ 84000 ապրում են որպես Անդրեևի ճճու։ Ես վախենում եմ, որ դες այդպես բաշիկ պատիժն է սպասում, հույսով եմ, որ հենց ժամանակ կա, որ դա չստացեն չի, բայց կասկածում եմ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում ասեմ, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ մեր առջև մեծ մարտահրավերք է։ Սա ընդդիմությունների հարց չի, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է։ Բաքվի բանտից հնչած այս հայտարարությունը միաժամանակ քաղաքական մեղադրանք է, գաղափարական մանիֆեստ եւ ներքաղաքական ուղերձ հրապարակված այն պահին, երբ Հայաստանում նորից սրվում են անվտանգային, արտաքին քաղաքական եւ պետականության շուրջ քննարկումները։ Վարդանյանն արդեն 3-րդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում։ Երևանից Մոսկվայի բիզնես աշխարհ, այնտեղից միջազգային կրթական ու բարեգործական նախագծեր, հետո շրջափակված Արցախ եւ Բաքվի բանտ։ Վարդանյանի կենսագրությունը ռեպորտաժում։
Ռուսաստանում առաջին ներդրումային բանկի հիմնադիր, Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցի ստեղծող, բարերար, Արցախի պետնախարար, ապա գերի Բաքվի բանտում։ Նա հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, հայ ընտանիքի որդի, մարդ, որ իր ճանապարհը հարթել է ինքնուրույն։ Սա Ռուբեն Վարդանյանի կյանքի պատմությունն է։ Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականին Երևանում, 1985 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այստեղ էլ սկսվել է նրա մասնագիտական ճանապարհը։ Խորհրդային միության փլուզումից հետո շատերը խուսափում էին ռիսկից։ Այդ տարիներին բիզնես սկսելը անորոշություն էր, հաճախ վտանգ։ Ռուբեն Վարդանյանը դիմում է այդ ռիսկին։ Ռուսաստանում ստեղծում է առաջին ներդրումային բանկը, հետագայում էլ հիմնում Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցը, որտեղ թրծվում էին ապագա տնտեսագետներն ու կառավարման մասնագետները։ 1988-ից 90-ականների վերջին Հայաստանում ծանր ժամանակաշրջան էր, երկրաշարժ, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ։ Ռուբեն Վարդանյանը հայրենիքում կատարվողին անհաղորդ չէր։ 2000-ականների սկզբին Հարվարդում կրթության տարիներին նա հանդիպում է բոստոնահայ գործարար Նուբար Աֆեյանին եւ միասին նախաձեռնում են Հայաստան 2020 նախագիծը, մշակում մինչեւ 2020 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։ Այդ տարիների ընթացքում Վարդանյանը գործընկերների եւ ընկերների հետ աջակցում ու իրականացնում է ավելի քան 700 նախագիծ Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում ուղղված կրթության, մշակույթի ու հոգեվոր ժառանգության պահպանմանը։ Ցեղասպանությունից մազապուրծ Համայակ Վարդանյանի թոռն է Ռուբեն Վարդանյանը։ Նրա եւ ցեղասպանության 100-ամյակի հիշատակին 2016-ին Վարդանյանը նախաձեռնում է Ավրորա մրցանակաբաշխությունը, որի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը փրկելու հակամարտությունների եւ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետևանքով տառապողներին։ Օվկիանոսից այն կողմ մրցանակաբաշխությամբ կամ սեփական ծրագրերով հայրենակիցներին աջակցելը Ռուբեն Վարդանյանը բավարար չհամարեց։ 2022 թվականին հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից եկավ Արցախ եւ ստանձնեց պետնախարարի պաշտոնը։ Վարդանյանը 112 օր պաշտոնավարեց որպես պետնախարար։ Արցախի շրջափակման օրերին մնաց այնտեղ եւ շարունակեց բարձրաձայնել քաղաքական, մարդասիրական ու սոցիալական խնդիրներ։ Արցախից նա խոսեց միջազգային լրատվամիջոցների հետ, ահազանգ հնչեցնելով կատարվողի մասին։ Սկսեց վերանորոգել Մարտակերտի եկեղեցիներից մեկը ի նշան հոգեվոր եւ բարոյական վերածննդի։ Այդ վերանորոգումը ավարտին չհասավ։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանին առևանգեցին Հակարիի կամրջից եւ տեղափոխեցին Բաքու։ Կեղծ դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանին մեղադրել են ահաբեկչության համար, ավելացրել մի քանի հատոր իր հետ կապ չունեցող մեղադրանքներ։ Ռուբեն Վարդանյանին կեղծ դատավարության սկզբից թույլ տվեցին միջազգային փաստաբան ունենալ, բայց նրա միջնորդությունները ընթացք չստացան։ Փաստաբանը հրաժարվեց գործունեությունից անարդար ու կեղծ դատավարության պատճառով։ Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձներ, ձայնային հաղորդագրություններ ու կոչեր հղեց։ В Азербайджане 39 почти лет назад Իսկ հիմա Բաքվի դատարանում նրան դատապարտում են առանց միջազգային փաստաբանների, մեդիայի մասնակցության։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ միջազգային թոփ լուրերը շարունակում են գլխավորել Իրան-ԱՄՆ բանակցությունները։ Հարաբերությունների հնարավոր կարգավորումը հայտնվել է բարձր անորոշության փուլում։ Չնայած տարբեր մակարդակներում հնչող ազդակներին, կողմերը պաշտոնապես չեն հրապարակում ոչ քննարկվող փաստաթղթերի բովանդակությունը, ոչ էլ հնարավոր փոխըմբռնման հուշագրի մանրամասները։ Արդյունքում տեղեկատվական դաշտը աստիճանաբար փոխարինվել է ենթադրություններով, իսկ դիվանագիտական գործընթացը ռազմավարական լռությամբ։ Ինչու են մասնագետները կարծում, որ հուշագիրը հայտնվել է տապալման եզրին, դիտենք ռեպորտաժը։ Ոչ ոք հստակ չի ասում ինչ է քննարկվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փակ դռների հետևում։ Ոչ ոք չի հրապարակում ինչ կարող է լինել հնարավոր հուշագրի բովանդակությունը եւ ինչ ուղղությամբ են գնում բանակցությունները, բայց մի բան ակնհայտ է. գործընթացը տեղափոխվել է այն փուլ, որտեղ տեղեկությունը փոխարինվել է ենթադրություններով, իսկ դիվանագիտությունը ռազմավարական լռությամբ։ Այս ամենի ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Նյու Յորք չեղարկվել է վիզայի հետ կապված խնդիրների պատճառով։ Արաղչին նախատեսում էր մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի
հաղորդի շրջանակում կազմակերպված միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերով արտգործնախարարների հատուկ հանդիպմանը Չինաստանի նախագահության ներքո։ Սակայն այցի չեղարկումը եւս մեկ անորոշ շերտ է ավելացնում արդեն իսկ լարված դիվանագիտական գործընթացին։ Մինչ այս տարբեր աղբյուրներ շարունակում են խոսել հնարավոր փոխըմբռնման հուշագրի մասին, որը կարող է ձևավորել Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների նոր փուլը առանց դեռևս վերջնական եւ հրապարակված պայմանավորվածության։ Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ միաժամանակ ընթանում են թե բանակցություններ, թե ուժային հավասարակշռության վերաձևում։ Բանակցությունները տեղի ունենում են, բայց մենք տեսնում ենք ինչպես զուգահեռ ռազմական ներուժը ԱՄՆ-ի մերձարևելքում աճում է։ Օրինակ Իսրայելում արդեն մոտ մեկ շաբաթ բողոքում են, որ ամերիկյան տարբեր ռազմական ինքնաթիռերը շատ մեծ տարածք են զբաղեցնում Բեն-Գուրիոն օդանավակայանում եւ սովորական քաղաքացիական ավիացիայի համար դա խնդիր։ Բայց մենք նաեւ տեսնում ենք շատ ակտիվ, ինտենսիվ բանակցություններ, որտեղ ներգրաված են մերձարևելքի այլ ակտորները։ Նրա դիտարկմամբ վերջին շփումների ընթացքում հիմնական շեշտը դրվել է Իրանի միջուկային ծրագրի վրա, մինչդեռ նախկինում քննարկման դաշտում էին նաև Իրանի տարածաշրջանային ազդեցությունը եւ բալիստիկ հրթիռների հարցը։ Անգները թույլ են տալիս, որ Իսրայելը ունենա ինչ-որ հատուկ իրավունք ապավել իր անվտանգությունը, երբ որ խնդիրը հասնում է Հեզբոլլահին։ Իսկ սա խոչընդոտ է, որովհետեւ Իրանը շարունակում է պնդել, որ Հեզբոլլահի, Լիբանանի հարցը պիտի լինի ընդհանուր պայմանագրի մասերից մեկը։ Միաժամանակ բանակցային գործընթացի շրջանակը ավելի լայն է գնահատում Նվեր Դավթյանը։ Նրա խոսքով գործընթացը տեղի ունենում միջնորդավորված ձևաչափով, որտեղ ներգրավված է նաև Պակիստանը եւ քննարկվում են մի քանի հիմնական ուղղություններ։ Հիմնական խնդիրը վերջին փուլում կարծես թե վերաբերում է 5 կետերի։ Իրանի համար կարևոր է այս փուլում նախ պատերազմի չվեր սկսելը, սառեցված իրանական հաշիվների ապասառեցումը, որոշակի գումարներ, որ կարողանա իրանական կողմը հաշիվներից օգտվել եւ գործել դրանք։ Մյուս կարևոր է, որը նաև Միացյալ Նահանգների կողմից է բազմիցս հնչեցվել, Հորմուզի նեղուցի կարգավիճակի անվտանգային խնդիրների կամ դրա բացման առնչությամբ։ Հիմնական ուղղությունները դրանք են։ Նրա խոսքով գործընթացը դեռևս չի հասել ամբողջական համաձայնագրի փուլին եւ ավելի շուտ փուլային բանակցությունների տրամաբանությամբ է ընթանում։ Քննարկվում է նաև չինական կողմի երաշխավորության հարցը։ Որքան նկատելի են վերջին օրերի այս գնահատականներից կամ հայտարարված հրապարակված տեղեկություններից հիմնականում մի քանի կետերի շուրջ է, կարծես թե կարծիքները, դիրքորոշումները մոտ են, բայց այնուամենայնիվ դեռևս քիչ վաղ է վերջնական ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասով խոսել։ Իրանցի քաղաքական մեկնաբան Փույա Հոսեյնիի խոսքով Թեհրանի համար առաջնայինը ոչ միայն տնտեսական կամ քաղաքական պայմաններն են, այլ առաջին հերթին անվտանգության երաշխիքները։ Առաջին կարևոր բանը, որ Իրանի համար արկա է եւ շատ կարևոր է, այն է, որ հնարավորություն չունենա Միացյալ Նահանգներ եւ Իսրայելը նորից պատերազմ սկսի Իրանի դեմ։ Դրա համար այդպիսի պահանջներ է ներկայացում Իրանը, որովհետեւ գոնե մոտակա ամիսներ կամ տարիներ անհնար լինի եւ հրաշքավորություն ունենա Իրանը, որ նման ագրեսիա նորից Իրանի դեմ չի լինի։ Նրա խոսքով այս փուլում քննարկվող հնարավոր համաձայնությունը վերաբերում է ոչ թե բոլոր խնդիրների լուծմանը, այլ առաջին հերթին ռազմական լարվածության նվազեցմանը։ Բոլոր ճակատներում պատերազմը կայնել է, այսինքն Լիբանանի դեմ, Հեզբոլլահի դեմ այդ պատերազմը նույն ձևի դադարեցումը կարևոր է։ Դա մի փաթեթ է, որ Իրանը ներկայացել է, որ դրա շուրջ բանակցել են եւ իհարկե բանակցությունները կողզի ճումային պետք է լինի։ Բանախոսների կարծիքով այս պահին Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները շարունակում են մնալ անորոշության դաշտում։ Բանակցություններն ընթանում են, սակայն դրանց վերջնական արդյունքը դեռ հեռու է հստակ լինելուց։ Կողմերը փորձում են քայլ առ քայլ մոտեցնել դիրքորոշումները, բայց ամեն զգայուն հարց Լիբանանից մինչև միջուկային ծրագիր շարունակում է մնալ լուրջ հակասությունների աղբյուր։ Այս իրավիճակում պարզ է մեկ բան՝ գործընթաց կա, բայց դեռ չկա վստահություն, որը կարող է այն վերածել իրական ու կայուն համաձայնության։ Եվ հենց այստեղ է հիմնական
կառավարման հարցը։ Այս բանակցությունները արդյոք նոր կարգավորման սկիզբ են, թե պարզապես հերթական փորձ ժամանակ շահելու համար։ Իսկ Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը մտել է նոր փուլ ընդդիմադի ժողովրդահանրապետական կուսակցության ներսում փաստացի պառակտման նշաններով։ Անկարայի դատարանը անվավեր է ճանաչել 2023 թվականի նոյեմբերին կայացրած կուսակցության համագումարի արդյունքները, որոնցով ղեկավար էր ընտրվել Օզգյուր Օզելը։ Դատարանի որոշմամբ Օզելը հեռացվել է ղեկավարությունից, իսկ կուսակցության ժամանակավոր ղեկավարումը հանձնվել է նախկին նախագահ Քեմալ Քլիչդարօղլուին։ Այս որոշումը առաջացրել է լուրջ հակասություններ կուսակցության ներսում։ Քլիչդարօղլուի կողմնակիցների եւ Օզելի թիմի միջև վիճակը սրվել է, հասնելով նույնիսկ ֆիզիկական բախումների եւ բողոքի գործողությունների։ Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։ Կողմերից մեկը փորձել է արգելել Քլիչդարօղլուի մուտքը կուսակցության գրասենյակ, իսկ մյուսը պահպանել դատարանի որոշումը։ Ի վերջո վիճակը վերածվել է բաց առճակատման, որի ընթացքում շենքի տարածքում տեղադրվել են բարիկադներ, իսկ ոստիկանությունը կոտրել է դարպասները եւ ներխուժել ներս։ Այժմ լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։ Общий план ամենամեծը հնիկատությամբ խմբը, sense մեծ չի լուգել, ցել տավարը, այնքան սիրուն է դու գալցես համայրը սրետնի անում